Բարի լույս սիրելիներ։ Այսօրվա հոգևոր նախաճաշը Մատթեոսի ավետարանի 8-րդ գլխից է, որտեղ պատմվում է, թե ինչպես Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտների հետ միասին անցնում է Գերգեսացիների երկիրը, որտեղ եւ տեսնում է Գերգեսացի դիվահարի եւ արդյունքում դևերին հալածելով դևերի իսկ ցանկությամբ մտցնում է խոզերի երամակի մեջ եւ խոզերի երամակը գնում է դեպի անդունդը։ Հետաքրքրական է այս պատմության վերջին հատվածը, երբ այդ քաղաքի բնակիչները գալիս են ընթառաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, չեն ասում շնորհակալություն, որ մեր հարազատին փրկեցիր, դիվահարությունից ազատեցիր, չեն ասում, որ արի եւս ունենք հիվանդներ, այլ ասում են գնա մեր երկրից։ Ինչու ըստ երևույթին ես կարծում եմ սիրելիներ, որ Տեր Հիսուս Քրիստոս իրենց խոզերին վնասեց, իրենց նյութական ունեցվածքը վնասեց։ Այսօր էլ կյանքում դերևս կան այսպիսի մարդիկ, որոնց թվում է, որ Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը միայն նրա համար է, որպեսզի իրենք նյութական հաջողության մեջ լինեն։ Այլապես, եթե հավատացյալ լինելը կամ Քրիստոսի հետ լինելը խանգարելու է իրենց հարստության, իրենց նյութական ունեցվածքին, ուրեմն այդ Քրիստոս իրենց պետք չէ։ Երբեմն նույնիսկ օգտագործում են Քրիստոսի անունը իրենց շահը փնտրելու համար, ինչ որ մենք տեսնում ենք այս օրերին։ Ուրեմն այս դիվահարությունն էլ պիտի վերջանա մի օր, սիրելիներ։ Այս շահամոլությունը պիտի վերջանա մի օր, սիրելիներ։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր Տիրոջ անունը տեղին, անտեղին շահարկում են ցույց տալու համար, որ իրենք ցանկություն ունեն Քրիստոսի հետ լինելու, այնինչ շարունակում են դիվային ազդեցության մեջ մնալ, օրերից մի օր դադարելու են լինել որպես այդպեսին։ Եվ արդյունքում Տեր Հիսուս Քրիստոս հաղթելու է։ Որովհետև անսասան է Տիրոջ կարգավիճակը, եւ ով Տիրոջ անունը տա տեղին եւ իր հոգեվոր փրկության համար նա փրկություն է ունենալու։ Իսկ ով ուղագի Տիրոջը մերժի, որովհետև նա խանգարում է իր նյութական ունեցվածքին, մնալու է այդ դիվահար կարգավիճակի մեջ, ինչպես որ գերգեսացիներից շատերը։ Այնպես որ այսօրվա հոգևոր նախաճաշը թող մեզ օգնի ազատվելու այն բոլոր տեսակի խանգարող հանգամանքներից, որոնք մեզ հետ են պահում Տեր Հիսուս Քրիստոսի բովանդակ ներկայությունը զգալուց, եւ միաժամանակ օգնի նաեւ ազատվել այն բոլոր տևերից, որոնք խանգարում են մարդուն, որպեսզի կարողանա վայելի իր հավատքը, զորացնի, պայծառացնի եւ կարողանա իր հավատքով կերտի իր վաղվա օրը։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, սիրելիներ։ Աստված օրհնի ամենքիս։